Աստված սքանչելի գործ արել մեր կյանքում, դրա համար էլ մենք ստեղ նստած ենք։ Ուզում եմ 2 Տիմոթեոսի 4-րդ գլուխ 7-րդ խոսքը նայենք իրար հետ։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրում արդար դատավորը եւ ոչ միայն ինձ, այլև այն ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Սիրել Տիրոջ հայտնությունը։ Սիրել Տիրոջ հայտնությունը նշանակում է ապրել Հիսուս Քրիստոս կյանքը։ Քո կյանքը Քրիստոսն է։ Քո առօրյան Քրիստոսն է։ Դու երկրի վրա ապրում ես Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն 3 կետ եմ ուզում նայենք, սերներ, շատ կարճ, բարի պատերազմ, ընթացք եւ հավատք։ Եթե ուշադրություն դարձրեցիք, չի գրած բարի պատերազմս։ Մենք այդպես երգ ունենք, միշտ երգում են բարի պատերազմս, պատերազմեցի, պատերազմեցի։ Այդ պատերազմը ինքը հոգևոր պատերազմ է եւ զորքերի հրամանատարը Հիսուս Քրիստոսն է։ Եվ ինքը պատերազմելով գնում է, դու իր հետևից ուղղակի վայելում ես այդ հաղթությունը։ Հետևաբար այդ պատերազմը, հոգևոր պատերազմի մեջ դու ինչքանով ես մասնակից, դու ուղղակի իր ոտնահետքերով գնում ես իր հետևից։ Դու իր գրկի մեջ ես, ինքը քո տիկնապահն է, եւ քեզ ոչ մի բան չի պատահում, եթե Քրիստոսի մեջ ես։ Բարի պատերազմը բոլոր գայթակղությունների դեմ, հոգևոր պատերազմը չարի ուժերի դեմ, որ մարդը պատերազմում է Հիսուս Քրիստոսով։ Ինքը երբեք չի պարտվի, որովհետև այդ պատերազմում է Քրիստոսը։ Գայթակղություններ, չար ներգործություններ, հարձակումներ մեր կյանքում շատ ալնում սերներ։ Բայց մարդը ինքը շատ թույլ էակ է հոգևոր պատերազմում պատերազմելու եւ հաղթելու։ Պատերազմեցի ու հաղթեցի, ես տենց չեմ հավատում։ Ես ուրիշ ձև եմ երգում այդ երգը։ Պատերազմը, բարի պատերազմը պատերազմեց Տերը ու հաղթեց։ Ու իմ համար այդ հաղթությունը շնորհեց։ Որովհետեւ հոգևոր պատերազմի մեջ մարդը լինելով թույլ էակ, իսկ հոգևոր պատերազմը դա չարի ուժերի պատերազմն է, որ հարձակվում էր մարդու վրա, եւ Հիսուս Քրիստոսը այդ պատերազմում հաղթում է եւ հաղթություն է տալիս մեզ։ Ես ուզում եմ, որ էսի մեր մեջ տպավորվի, որ մեզ ոչինչ չվերագրենք, ծերներ։ Պողոս առաքյալը ասում է, որ բարի պատերազմը պատերազմեցի։ Եբրայեցիս թղթի հեղինակը ասում է, որ այդ պատերազմի առաջնորդը, հեղինակը, այդ հավատքի առաջնորդը, հեղինակը Աստված է։ Ընթացքը կատարեցի։ Պողոս առաքյալը շարունակության մեջ ասում է, որ այդ բարի պատերազմից պատերազմելով այդ ընթացք կա, որ այդ ընթացքը պետք է յուրաքանչյուր հոգևոր մարդ անցնի։ Գործք առաքելոցի մեջ 20-րդ գլխի 24 խոսքում հետևյալն է գրված։ Ընթացքի մասին է ասում Պողոս առաքյալը։ Բայց ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատվական չեմ համարում։ Տեսակ, իմ անձն էլ պատվական չեմ համարում։ Այսինքն ինքը հասկանում է, որ այդ պատերազմը իր անձի հետ կապված չի։ Որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտոնը, որ Տեր Հիսուս Քրիստոսից առա, Աստծո շնորհած ավետարանը վկայեմ։ Ընթացքը որն էր։ Այդ պատերազմի մեջ, որ պատերազմ է, այդ չարի ուժերը, որ հարձակվում են քո վրա, գայթակղություններ են բերում, դժվարություններ են բերում, նպատակը մեկն է, որ դու Տիրոջ ավետարանը չքարոզես, չվկայես։ Եվ սա վերաբերում է բոլորին։ Մենակ քարոզիչներին չէ, որովհետև դու քույրիկ լինես, եղբայր լինես, մի հատ խոսք կարող ասես ավետարանից եւ մարդը ապաշխարի ու փրկվի։ Եվ դա չարը չի ուզում։ Եվ քո ընթացքը ինքը ամեն ժամանակ ուզում է, որ խաթարի, որ խախտվի, որ դու չգնաս այդ ճիշտ ընթացքում։ Նա Պողոս առաքյալը ասում է, որ մի բանի տեղ չեմ դրել, աչուձախ չեմ նայել։ Ու այդ ընթացքը կատարել է,
Բայց ես մի բանի տեղ չեմ դնում, իմ անձն էլ պատվական չեմ անում, որ ուրախությամբ կատարեմ ընթացքը։ Եվ այն պաշտոնը, որ Հիսուս Քրիստոսից առա Աստծո շնորհած ավետարանը վկայելու, Աստծո շնորհած ավետարանը քարոզելու։ Մեր շատ քույրեր, եղբայրներ, ովքեր իրանց կյանքն են դրել ավետարանի հավատքի համար, այս ընթացքի մասին կարելի է ժամերով խոսել սերներ։ Իմ ընթացքը շատ կարճ է եւ քիչ է, այն հոգեվոր կյանքը, որ ես ապրում եմ, ընդամենը 15 տարի մարդիկ իմ հասակի չափով հոգեվոր կյանք են ապրել, 50 եւ ավելի տարիներ, եւ ընթացք են անցել։ Բայց ես ուզում եմ ասեմ մի բան, որ այդ եղբայրները, այդ քույրերը, որ այդ ընթացքը անցել են, կարծես մեր համար այդ արահետը տրորել են եւ մեր համար հիմա շատ հեշտ է։ Ես ապաշխարել եմ, ես ասենք ոչ մի դժվարության չեմ հանդիպել, բայց դրա մասին ասենք ավակ եղբայրները չեն կարող այդպես ասեն, որովհետեւ իրանք շատ տառապանքներով են անցել։ Բայց այդ ավակ եղբայրների հարթած ճանապարհով ես հիմա հանգիստ քայլում եմ։ Իմ համար ոչ մի դժվարություն չկա, ընթացքը։ Ամեն մարդու կյանքում հետաքրքիր ձևով Աստված գործում է, եւ այդ ընթացքը, որ մենք հիմա անցնում ենք, շատ տեղերում Աստված մեր համար ուղղակի պատրաստել է, մենք պետք է հավատարիմ մնանք։ Հավատարիմ մնալու գործ կա։ Մարդը պետք է հավատարիմ մնա։ Շատ հաճախ ասում են, որ երբ որ այդ ընթացքի մեջ փշոտ քարքարոտ ճանապարհներով չես անցնում, միշտ հարթ է, դու այդ փշոտ քարքարոտ ճանապարհների համը չգիտես, ես համաձայն եմ։ Ես օրինակ այդ համը չգիտեմ։ Ինքը շատ քաղցր համ ունի։ Բայց միևնույն ժամանակ ես ուրախանում եմ, պակաս չեմ նաև այն քույրերից, եղբայրներից եւ ուրախանում եմ Հիսուս Քրիստոսով, որ Աստված իմ ընթացքը տենց է պատրաստել, ինչ կա որ։ Ինչ անպայման ամեն մեկը պետք է այդ փշոտ քարքարոտ ճանապարհները տենց տառապանքները պետք է անցնի։ Միգուցե Աստված այս կարճ կյանքի մեջ այդ ժամանակը տվել է, որ ես այդ ճանապարհը անցնեմ եւ փառք տամ Աստծուն եւ գոհանամ Աստծուց։ Օրինակ ես այդ արահետի մեջ հիմա քայլելով ես այսպես եմ պատկերացնում, որ Աստված այդ պատերազմը պատերազմել է, ինձ այս խաղաղ ժամանակները տվել է ու ինձ ասում է, որ իմ ավետարանը պետքա քարոզես եւ տարածես ամբողջ աշխարհով մեկ, որտեղ էլ որ քեզ դնեմ։ Իմ գործը այսքամով պարփակվում է, ես հավատարիմ եմ դրա մեջ։ Քո գործը հնարավոր է ուղղակի քո աշխատանքի վայրում Հիսուս Քրիստոսին վկայես։ Ասենք ենթադրենք երկար տարիների հավատացյալ ես, Աստված քեզ զորացել է, պատրաստել է, որ պետք է դու խոսք ասես, բայց չես ասում։ Դու դրա մեջ հավատարիմ չես, փոքր բան է, բայց հավատարիմ չես։ Տառապանքներ չունես, դժվարություններ չունես, փշոտ քարքարոտ ճանապարհ չկա։ Ես ինչ եմ ուզում ասեմ, ամեն մեկի ճանապարհը Աստված պաշտության մեջ տարբեր է, խիստ տարբեր է, սերներ։ Մենք չենք կարող ստիպենք, ես անցել եմ այդ ճանապարհները, դու էլ պետք է անցնես։ Ես բանտերը նստել եմ հավատքի համար, դու էլ պետք է։ Եթե չես նստել, ուրեմն հավատացել, չէ, տենց չի։ Դու քո վիճակի մեջ, քո կարգավիճակում, որտեղ որ դու կաս, ուսումնական հաստատություն կլինի, աշխատանքի վայր կլինի, ժողովրդի մեջ, հարևանների մեջ, դու հավատարիմ ես Հիսուս Քրիստոսին։ Այդ հավատարիմ վկան ես, որ ավետարանի այդ ընթացքը կատարես եւ վկայես։ Եվ վերջապես երրորդ կետը հավատքը, նորից կարդամ, ասում է բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Հավատքը պահեցի։ Ուշադրություն դարձրեք, այդ սերը չկա։ Պետք չի ս դնել ավելացնել, Աստվածաշնչում չկա ս։ Մի ասա հավատքս։ Այդ հավատքը Աստված քո մեջ դրել է եւ այդ հավատքը աճեցնում է այն աստիճան, որ դու այդ հավատքի մեջ հավատարիմ մնաս իրան։ Քո մեջ այնպես է աճեցնում Քրիստոսի ճանաչողությունը, այնպես է աճում, որ դու հավատարիմ ես մնում, սերներ։ Եվ սա ոչ թե ինձանից է, այլ Աստծո պարգևն է։ Խի, որ չպարծենամ։ Սուրբ գրքում Եփեսացիս 2:8-ը դրա մասին է խոսում։ Եվ այդ հավատքով ապրելով, արդարի երեսը տեսնելով, Քրիստոսի հայտնությանը ավելի խորանալով եւ ճանաչելով, ավելի նրա ներսը գնալով եւ ճանաչելով, Աստված պաշտության մեջ Աստված մեզ աճեցնում է։ Աստված օրհնի, ես իմ խոսքը ավարտելով ուզում եմ հայտնության գրքից էլ միտեղ կարդամ, որ Տերը պատրաստել է իրան սիրողների համար։ Շատ կարևոր է,
այդ վերջի տողերը, որ ես կարդացի Տիմոթեոսից, ուրեմն 4:8, այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրումը, արդար դատավորը, ոչ միայն ինձ, այլև այն ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Սերներ, այսօր շատերին, որ հարցնում ես Հիսուս Քրիստոսին հավատում ես, ասում են հա։ Երկրորդ հարցը, որ տալիս է, սկսում են կմկմալ։ Որն է երկրորդ հարցը։ Առաջի հարցը, երբ որ ասում ես հավատում ես Հիսուս Քրիստոսին, ասում հա, երկրորդ հարցը, ապրում ես Քրիստոս կյանքով։ Այդտեղ արդեն մի հատ մեծ հարցական է, որովհետև չի կարող խաբի։ Մարդը կամ ապրում է Քրիստոս կյանք, ավետարանի հավատքով է ապրում, կամ ուղղակի հավատում է, որ Աստված կա ու իր խելքի փչացով է ապրում։ Իսկ սա Աստծուն հաճելի չի, որովհետև մարդը այդ դեպքում չի սիրում Քրիստոսի հայտնությունը, չի սիրում։ Եթե մեկը Քրիստոսի հայտնությունը սիրում է, ինքը ապրում է այդ կյանքով։ Եվ Աստված ապրեցնում, Աստված տենում է քո մեջի փափագը եւ ապրեցնում է։ Դա էլ ասեմ, որ դու ինքնուրույն չես կարող ապրես Քրիստոս կյանք, չես կարող ապրես, անհնար է։ Քրիստոս քո մեջ ապրում է եւ ապրեցնում է այդ կյանքը։ Քո հոգու աշխարհը, քո փափագը տեսնելով Աստված քո մեջ ապրում եւ ապրեցնում է։ Եվ հայտնության 21-րդ գլուխ առաջի խոսքերից այդ հայտնությունը սիրող մարդկանց է վերաբերվում եւ տեսա նոր երկինք, նոր երկիր, որովհետեւ առաջի երկինքը եւ երկիր անցան եւ էլ ծով չկա։ Եվ ես Հովանեսս տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը վայր գալիս Աստվածանից երկնքիցը պատրաստված, ինչպես մի զարդարված հարսի իր մարդի համար։ Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Ահա Աստծո խորանը մարդկանց հետ, եւ նա կբնակվի նրանց հետ, եւ նրանք կլինեն նրանց ժողովուրդ, եւ ինքը Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված։ Եվ կճնջե բոլոր արտասուքը նրանց աչքերից, եւ մահը այլևս չի լինի, ոչ սուգ, ոչ աղաղ, ոչ ցավ այլևս չի լինի, որտեվ առաջինները անցան։ Ասում է ինչպես մի զարդարված հարս իր մարդի համար։ Այդ սուրբ զարդարանքները Սուրբ Հոգու պտուղն է, որ Աստված իր եկեղեցին զարդարում է։ Սիրով, խաղաղությունով, մարդու մեջ բերում է հնազանդություն, հավատք, ժուշկալություն, ու այս զարդարում է իր հարսին եւ կանգնեցնում է սուրբ մի անարատ իր առաջ եւ հիանում է իր հարսով սեներ։ Ես առաջարկում եմ այս աղոթքի մեջ խոնարհվես, ասես Տեր Աստված, ինչքան բարի բան կա իմ մեջ, դա դու ես։ Այսօր որ կարում եմ քո անունը կանչեմ, քեզ հավատամ, դա դու ես։ Իմ մեջ հավատք ես դրել, այս աշխարհից բերել ես, ինձ աճեցնում ես ու հարսի պես կանգնեցնում ես քո առաջ, զարդարում ես քո Սուրբ Հոգու պտուղներով։ Գիտեք, էսի սքանչելի է։ Երբ որ մարդը ապրում է եւ հասնում է այդ հասակին իր մեջ եղած այդ Սուրբ Հոգու պտուղը տեսնելով, ինքը հասկանում է, որ իմ մեջի բոլոր բարի գործերը դու գործեցիր, երկնային Հայր, փառք քեզ, աղոթենք։